Այս բրենդի պրոդուկտները գրավել են ամբողջ Instagram-ը իրենց էսթետիկ տեսքով։ Բրենդինգը իհարկե գնահատում ենք 10-ից 10, բայց ինչ է իրականում իրենից ներկայացնում Gizu բրենդը։ Մինչ ես կսկսեմ պատմել, հետևիր իմեջին, որտեղ ես մշտապես տեղադրում եմ անչափ հետաքրքիր նյութեր քո սիրելի ֆեշն եւ բյութի բրենդների մասին։ Gizu բրենդը հիմնադրվել է 2015 թվականին իրանական ծագումով նիդերլանդուհի բլոգեր Նեգին Միրսալեհի ու նրա գործընկեր եւ ապագա ամուսին Մաուրից Տիբիի կողմից։ Բրենդի հիմնական գաղափարն է համադրել մեղվաբուծության ավանդույթն ու պրոֆեսիոնալ մազերի խնամքը օգտագործելով Միրսալեհի ընտանիքի սեփական մեղվապարկում հավաքված մեղրը։ Նեգինը մեծացել է ընտանիքում, որտեղ հայրը եղել է 6-րդ սերնդի մեղվաբույծ, իսկ մայրը վարսավիր։ Վաղ տարիքից նա դիտել է մեղվաբուծության գործընթացը եւ օգտագործել մեղրը մազերի խնամքի համար։ Ստանալով անթիվ հարցեր իր հետևորդների կողմից մազերի խնամքի վերաբերյալ, Նեգինը որոշում է հիմնել իր սեփական բրենդը։ Իդեպ Գիզում պարսկերեն բառ է, որը նշանակում է մազերի փունջ։ Բրենդի առաջին արտադրանքը եղել է Honey Infused Hair Oil-ը, որը համադրում է մեղրը կոկոսի, նուշի եւ արգանի յուղերի հետ։ Gizu բրենդը իր հիմնադրումից ի վեր զգալիորեն ընդլայնել է արտադրանքի տեսականին, ընդգրկելով ոչ միայն յուղեր, այլև շամպույներ, կոնդիցիոներներ, դիմակներ, մազերի պարֆյումներ, մարմնի եւ շրթունքների խնամքի միջոցներ։ Gizu բրենդը նաեւ ակտիվորեն զարգացնում է իր համայնքը, հրավիրելով հաճախորդներին Ամստերդամում գտնվող Միրսալեհի Bee Garden ծանոթանալու մեղվաբուծության գործընթացին եւ արտադրանքի ստեղծմանը։ Եթե հավանեցիդ հոլովակը, անպայման լայքիր այն եւ մեկնաբանություններում նշիր, արդյոք օգտվում ես Gizu-ի պրոդուկտներից։